Sportcast. Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, սա Sportcast-ի հերթական թողարկումն է, այս անգամ մենք անդրադառնում ենք Փադել մարզաձևին, սա թենիսի նման մարզաձև է, թե ինչ է իրենից ներկայացնում Փադելը, սա մեծ թենիսի, այսպես ասենք, ենթամարզաձև է, ենթատեսակ է, թե առանձին մարզաձև, դրա մասին ավելի մանրամասն կխոսեն իմ հյուրերը, Հայաստանի Փադելի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Լուսինե Գասպարյանը եւ Հայաստանի Փադելի ֆեդերացիայի զարգացման գծով համակարգող պրոֆեսիոնալ մարզիկ եւ մարզիչ Արամ Քոչարյանը, Լուսինեն կօգնի նաև թարգմանության հարցով, վստահ եմ, եւ այսպես ինչ է իրենից նախ ներկայացրեք, թե ինչ է իրենից ներկայացնում Փադելը, այս մարզաձևը արդեն բավական մեծ տարածում ունի, որքան տարի էլ չասեմ տասնամյակներ աշխարհի տարբեր կետերում, առաջին հերթին Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, անգլախոս երկրներում իր հերթին, Հայաստան է նաև մուտք գործել Փադելը, այստեղ քիչ զարգացում է ապրում։ Ինչից որ սկսեցի, Փադելը դա մեծ թենիսի ենթատեսակ է, թե առանձին մարզաձև։ Արամ. Спасибо. Ну, падал, он похож на теннис, в плане, что мы играем тоже ракетками и мячами, которые похожи в падал, в теннисе, но корт совсем другой. То есть корт намного меньше, чем в теннисе, и мячи медленнее, то есть давление мячей меньше, чем в теннисе, поэтому они прыгают меньше. Նախ շնորհակալ եմ, իրանք շատ նման են մարզաձևեր իրար թենիսի եւ փադելը, բայց տարբերությունն այն է, որ խաղում են տարբեր կորտերում, տարբեր դաշտերում, տարբեր ռակետներով եւ գնդակների այդ ճնշումը ավելի թեթև է, քան թենիսի ռակետներում, տարբերությունը առաջնային դա է փադելի եւ թենիսի։ Да. Корт тоже другой, потому что корт построен из стекол, то есть корт похож, половина корта похожа на теннисную, но корт не заканчивается, как в теннисе, а за ним получается стекло. И стекло часть корта, как в сквоше, да, то есть это микс тенниса со сквошем. Տարբերությունն այն է, որ կառուցված է այլ կերպ փադելի դաշտը, այն չի ավարտվում ինչպես թենիսինը, այլ ետևում կան ապակե պատեր, որը ավելի նմանեցված է սկվոշին եւ համարվում է միքսդ սկվոշի եւ փադելի։ Իսկ ծածկույթը ինչպիսին է, այսինքն դե մեծ թենիսում մենք գիտենք մի քանի տեսակի ծածկույթ կա գրունտային ծածկույթ, կա խոտածածկ, կա եւ այսպես ասած հարթ ծածկույթ, սա ինչ է, հարթ տեսակն է ավելի շատ, թե այլ ծածկույթ է։ И ни то, ни другое. То есть покрытие из ковра сделано, и в зависимости в какой стране открыто либо закрыто, корты с песком, либо без песка. Но корты построены на ковре. И ковер, как правило, одинаковый. То есть не как в теннисе, есть грунт, хард и трава, а, как правило, всегда будет искусственная трава, которая в зависимости от, если на улице с песком, если внутри меньше песка. Ոչ այն է, ինքը ավելի շատ պատրաստված է ռեզինից, կախված նրանից փակ մարզադաշտ է թե բաց, լինում է ավազի նաև ծածկույթ ռեզինի վրա, եթե բացօթյա են խաղում, իսկ եթե փակ կորտ է, արդեն առանց ավազի։ Հետաքրքիր է, իհարկե Փադելը հետևում ենք Փադելի զարգացման աշխարհի տարբեր կետերում, ինչպես ես սկզբում ասում մեր զրույցի նշեցի, Եվրոպայում բավական մեծ տարածում է արդեն գտել, արաբական երկրներում էլ, ես կարծեմ, եթե չեմ սխալվում, Դուբայում կան Փադելի մարզադաշտեր, այսպիսի դաշտեր, այնտեղ էլ է զարգացում ապրում եւ այս մարզաձևի, եթե մենք նշում ենք, որ սա մեծ թենիսից ամբողջովին առանձնացված մարզաձև է, նմանություններ այո կան, բայց ամբողջովին առանձնացված մարզաձև է։ Այս մարզաձևի իմ կարծիքով ամենից մեծ այսպես առավելությունը այն է, որ այս մարզաձևով կարող է զբաղվել յուրաքանչյուր տարիքի թե տղամարդիկ, թե կանայք, այստեղ այսպիսի տարիքային սահմանափակումներ չկան, հաշվի առնելով, որ նաև ծանրաբեռնվածությունը այսպես խաղային մեծ չի, այնպիսին չէ ամենայն դեպս, ինչպիսին օրինակ մեծ թենիսում է։ То есть в паделе нет возрастных категорий, то есть можно играть
с раннего возраста можно играть до пожилых лет. Разница в том, что, как правило, мы играем в падл 2 на 2, то есть парой, то есть двое против двоих, поэтому, как правило, игра более социальная и в зависимости, то есть дети начинают раньше играть вместе друг с другом, потому что более социальные, и в пожилом возрасте люди играют больше друг с другом, потому что лучше поддерживать социальные связи. Կարելի է խաղալ տարիքային սահմանափակում չկա, կարելի է խաղալ սկսած վաղ տարիքից մինչև ծերություն, քանի որ ինքը խաղում են զույգերով, համարվում է ավելի սոցիալական խաղ ու կարող են սկսել ավելի մանուկ հասակից ու խաղալ մինչև ծեր տարիքը ավելի հեշտացնում է իմ կողմից ավելացում, հա, քանի որ զույգերով են խաղում, ծանրաբեռնվածությունը ֆիզիկապես կիսվում է զույգերի մեջ, ավելի հեշտ է խաղալ թենիսի հետ համեմատած, որը խաղում են մենակ։ Լուսինե, օգտվելով առիթից արդեն ձեզ մեկ երկու հարց տամ, հետո հետագայում նաև Արամին կհարցնենք նաև իր որպես մարզիկ կարիերայի մասին, իդեպ Արամը ես ճշտեցի, Արամը նաև պրոֆեսիոնալ մարզիկ է, ընդհանուր այսպես ռեյտինգային վարկանիշային համակարգում համաշխարհային առաջին 500-ի մեջ է մտնում, դե մեծ թենիսում, եթե մենք չենք սխալվում, այնտեղ նշում են առաջի ռակետ, երրորդ 56-րդ ռակետ, այս պարագայում էլ այդպես է նշվում, այսինքն այդ տերմինը օգտագործվում է, ենթադրենք 456-րդ ռակետ վարկանիշային ռեյտինգային համակարգում։ Да, то есть получается, что по рейтингу один в один с теннисом, да, есть профессиональный рейтинг ATP для парней и для нас в падле FIP. То есть мы играем профессиональные турниры, похожие на Future, Challenger, ATP, но это, получается, падловская профессиональная лига, да, и мы называем ее FIP, то есть Federation of International Paddle. Նմանատիպ, այո, նույն սիստեմով, մեխանիզմով, ինչպես եւ թենիսում, կա պրոֆեսիոնալ ռեյտինգային, վարկանիշային համակարգը, էլի համարվում են պրոֆեսիոնալ թենիսում ATP տուրն է համարվում, իսկ падելում արդեն FIP-ը վարկանիշային։ Լուսինե, տեսեք, դուք Հայաստանի Փադելի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահն եք, այսինքն ձեր նախաձեռնությամբ է ֆեդերացիան ստեղծվել այստեղ, երբ է ստեղծվել եւ ինչ խոչընդոտներ, գուցե խնդիրներ եք դուք ընթացքում լուծել, որպեսզի ի վերջո ֆեդերացիան այս կառույցը կայանա Հայաստանում։ Ուրեմն ներկայացնեմ Հայաստանի Փադելի Ֆեդերացիան հիմնադրվել է Հայաստանում 2019 թվականից եւ հանդիսանում է Հայաստանում միակ կառավարող փադելի կազմակերպությունը, որը ճանաչված է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, այսինքն մենք ճանաչված ենք նախարարության կողմից եւ համագործակցում ենք նախարարության հետ։ Միաժամանակ Հայաստանի Փադելի Ֆեդերացիան անդամակցում է Միջազգային Փադելի Ֆեդերացիային որպես լիարժեք անդամ 2020 թվականից, ինչը նշանակում է հանդիսանալ լիարժեք անդամ, այսինքն Հայաստանը ներկայացնող մարզիկները կարող են մասնակցել պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարերին կազմակերպված Միջազգային Փադելի Ֆեդերացիայի կողմից եւ միաժամանակ Հայաստանը իրավունք ունի անցկացնել Հայաստանում նմանատիպ մրցաշարեր։ Հայաստանի Փադելի Ֆեդերացիան նաև հանդիսանում է Փադել Եվրոպի հիմնադիրներից մեկը, որը հիմնադրվել է 2024 թվականին, նախորդ տարի Իտալիայում հիմնադրվեց առանձին Փադել Եվրոպը։ Հայաստանի Փադելի Ֆեդերացիայի հիմնական խնդիրը Հայաստանում փադել մարզաձևի զարգացման եւ խթանման ծրագրի իրականացումն է եւ երկրի բնակչության առողջ ապրելակերպի զարգացումը։ Խոչընդոտներ որպես այդպիսին էական չեն եղել, կարծես ինչպես հարթ գրանցել ենք հա ֆեդերացիան, փորձում ենք զարգացնել, ունենք փոքրիկներ խաղացող, փորձում ենք շեշտը դնել մանկապարտանեկան փադելի վրա, համագործակցում ենք այլ երկրների հետ, ունենք մարզիկներ, որոնք ներկայացնում են Հայաստանը միջազգային փադելի մրցաշարերի ժամանակ, ունեցել ենք թիմային մասնակցություն Իսպանիայում, ունենք անհատական խաղացողներ, որոնք էլի ներկայացնում են Հայաստանը, Արամը այստեղից պատրաստվում է մեկնել Դուբայ էլի մասնակցելու Միջազգային Փադելի Ֆեդերացիայի մրցաշարերին, փորձում ենք հնարավորինս զարգացնել, տարածել փադել մարզաձևը Հայաստանում պրոֆեսիոնալ մակարդակի վրա։
փոքրինչ խնդրեմ մանրամասնեք այստեղ։ Տեսեք, Հայաստանում կան տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներ, որոնք բացվում են եւ այդպես էլ զարգացում տեղի չի ունենում։ Ակներև չկա զարգացում տվյալ մարզաձևի, այսինքն ֆեդերացիան, ուզում եմ հասկանամ, իր ֆունկցիան չի կատարում, անվանումները այդ ֆեդերացիաների չեմ տալիս։ Դե հիմնական այդ մարզաձևերի մասին չի իհարկե խոսքը, ամենից տարածված մարզաձևերի մասին չի, այլ այն մարզաձևերի, որոնք որ դեռևս պետք է այսպես ասած ոտքը պնդացնեն Հայաստանում։ Զարգացում տեղի չի ունենում։ Դուք ճիշտ է լավ ներկայացրեցիք, ասացիք, որ համագործակցում եք թե միջազգային գործընկերների հետ, թե այլ միջազգային կառույցների հետ, հնարավորություն ունեք այդ արտոնությունը ստացել եք այստեղ Հայաստանում էլ նաև միջազգային այսպես մակարդակով մրցաշարեր անցկացնելու այլ ուղղություններ, այսինքն այստեղ Հայաստանի ֆեդերացիան ձեր ղեկավարմամբ ինչ է տալիս վստահ եմ, որ դուք ի սկզբանե հիմնադրելիս ֆեդերացիան որոշակի նպատակներ դրել եք, նույնիսկ եթե գուցե ես սխալվում եմ, ժամանակացույց եք ձեր առջև դրել, թե ինչ ժամանակում ինչի պետք է հասնեք, ինչ նպատակներ պետք է իրագործեք, ինչ նպատակների հասնեք։ Այստեղ այդ ժամանակացույցը ձեր գործում է, թե ոչ, խնդիրները որոնք ծագում են ընթացքում կազմակերպչական խնդիրները ժամանակին են լուծվում, այն ինչ որ ի սկզբանե պատկերացնում եք, դրան հասնում եք, թե ոչ։ Դանդաղ քայլերով, շարժվում ենք առաջ, եթե ասեմ, որ շատ արագ մեր դրված բոլոր դանդաղ ձեր ի սկզբանե այդ մեր ծրագրերից համեմատաբար, որովհետև եղան խանգարող հանգամանքներ հետ հիմնադրման այդ 2020 թվականին կովիդը մեզ բավականին լոկդաունի այդ տարին, այդ մոտ 2 տարի մեր ծրագրերը այսպես ինչ որ դանդաղեցին, բայց հիմա շարժվում ենք առաջ, ունենք պայմանագիր ակումբի հետ, որի հետ համատեղ հիմա կառուցվում են 6 փակ կորտեր Երևանում ու հաջորդ տարվանից կիրականացնենք նոր ծրագրեր կապված մանկապատանեկան փադելի զարգացման հետ, նախատեսում ենք անցկացնել այ միջազգային փադելի մրցաշար FIPI, որ ունենք առավելությունը անցկացնելու թույլտվությունը եւ առավելությունը, հաջորդ տարի նախատեսում ենք Հայաստանում անցկացնել նմանատիպ մրցաշար։ Անցնենք Արամին, դու դարձյալ կվերադառնանք ձեզ Լուսինե։ Արամ, դուք ներկայացնում եք Հայաստանը։ Դուք առաջին ռակետն եք Հայաստանի փադել մարզաձևում։ Ինչ մրցաշարերի եք մասնակցել եւ ինչ հաջողությունների եք հասել։ Դուք ի վերջո այդ 500-ի մեջ այդ վարկանիշային միջազգային աղյուսակում որ կաք, դա քիչ բան չէ, որքան ես հասկանում եմ այս մարզաձևում, որովհետեւ ինքը կրկնվում եմ, տարբեր երկրներում բավական մեծ զարգացում է ապրում եւ մարզիկները, պրոֆեսիոնալ մարզիկները քիչ չեն թվականակով։ Да, то есть в мировом рейтинге, например, сейчас есть около 5000 игроков, то есть по парням, 5000 по девушкам, плюс-минус. То есть подняться в рейтинге не так уж и легко, да. То есть у меня ушло почти 8 месяцев активных турниров, чтобы дойти до этого рейтинга, до этого тренировки, местные лиги, да. Նշինե։ Միջազգային վարկանիշային խաղացողների մեջ պրոֆեսիոնալ կան 50,000 տղա եւ 50,000 աղջիկ խաղացողներ եւ այնքան էլ հեշտ չէ հասնել նմանատիպ վարկանիշի։ Ինձանից պահանջվեց 8 ամիս 5,000 թե 50,000 50,000 տղա, 50,000 աղջիկ ու պահանջվեց մոտավորապես 8 ամիս ակտիվ մասնակցություն մրցումներին նման վարկանիշ ձեռք բերելու համար։ Да, то есть до этого я еще играл в Германии, потому что сам начал играть в падел в Германии, потому что я играл в теннис в Германии активно и тренировал в академии в теннисной, и потом мы открыли падловскую, открыли арену по паделу в Германии, в нашем клубе, и одновременно тренировали и в падел, и в теннис, да, и в один момент начал играть активно в падел, то есть вот до локдауна 2020-19 год начали активнее играть в падел. И у нас была и местная Бундеслига, то есть как и в теннисе, как и в паделе, как и в футболе есть Бундеслига по футболу, есть тоже Бундеслига по
паделу. И мы играли активно много лет, в топ-4 заходили, то есть полуфинал играли в Германии. И после переезда в Малайзию, где я сейчас тренирую сборную Малайзии, и у нас академия в Малайзии сейчас, развиваем активно еще и профессиональную сторону, где мы сами еще играем. Բավական երկար մարզվել եմ Գերմանիայում, խաղում էինք ինչպես թենիս, այնպես էլ պադել, հետո ավելի շատ սկսեցինք խաղալ պադել մրցաշարեր, Բունդեսլիգայի մեխանիզմով, հա, ոնց որ ինչպես ֆուտբոլն են խաղում, այնուհետև տեղափոխվեցի Մալայզիա, որտեղ էլի շարունակում եմ խաղալ եւ զբաղվել արդեն մարզչական կարիերայով։ Եվ ի վերջո մարզում է Արամը նաև հիմնական հավաքականը, հա, փաստորեն Մալայզիայի։ Փաստորեն կան հավաքականներ, Լուսինե, արագ ձեզ եմ անցնում։ Հայաստանը հավաքական ունի, հասկացանք, Արամը ներկայացնում է։ Իդեպ այս մարզաձևը այսպիսի սահմանափակում ունի, այսինքն հավաքականը կազմում է միայն տղամարդկանց հավաքականը լինում, միայն կանանց, թե այսպես ասած միքս է լինում։ Հավաքական որպես այդպիսին այս պահին Հայաստանում մենք չունենք մարզվող, որովհետև ցավոք սրտի թե բարեբախտաբար չգիտեմ այս պահին մեր մարզիկները սփռված են աշխարհով մեկ, ունենք մարզիկներ Հայաստանից, ովքեր մարզվում են Իսպանիայում, Դուբայում ունենք, Մալայզիայում ունենք, Ռուսաստանում ունենք, այս պահին Հայաստանում մարզվող պրոֆեսիոնալ մարզիկների մասին պրոֆեսիոնալ մարզիկներ հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո հանդես են գալիս, իմիջիալոց Падել մարզաձևում պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար պետք է ունենալ լիազորագիր, հա, ֆեդերացիայի կողմից տված լիցենզավորված համար, որի ներքո մարզիկները կարող են ներկայացնել տվյալ երկիր, այսինքն մեր մարզիկները ունեն լիցենզավորված իրենց համարները, հանդիսանում են լիցենզավորված մարզիկներ եւ ներկայացնում են Հայաստանի միջազգային մրցաշարերում։ Ցավոք սրտի Հայաստանում որպես այդպիսին այս պահին հավաքական մարզվող չունենք։ Այսինքն հավաքել այդ բոլոր մարզիկներին Հայաստանում մարզվել եւ արդեն ներկայանալ հավաքականով միջազգային արդեն հավաքականների մրցաշարում բարդ է, որքանից հասկանում եմ։ Ինչ որ չափով այո, բայց նախատեսում ենք այդ ամենը իրականացնել արդեն հաջորդ տարի, ունենք պլաններ, որտեղ Արամը հենց Հայաստանում կանցկացնի մարզումները որպես համակարգող եւ հավաքականի գլխավոր մարզիչ, լինելով նաեւ գործող մարզիկ, ով ներկայացնում է Հայաստան միջազգային մրցաշարերում, արդեն ասացի, որ ունենք պայմանագիր ակումբի հետ, ում հետ համատեղ կառուցում են փակ կորտեղ, որտեղ էլ կիրականացնենք եւ նախատեսված միջազգային մրցաշարերը պրոֆեսիոնալ եւ մարզումները եւ այլ անակնկալ միջոցառումներ։ Նախորդ շատ փակագծեր չբացեմ, բայց այդ ամեն ինչը նախատեսվում է 26 թվականին։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ դարձյալ, որ զրուցում եմ Հայաստանի Փադելի Ֆեդերացիայի զարգացման գծով համակարգող պրոֆեսիոնալ մարզիկ եւ մարզիչ Արամ Քոչարյանի եւ Հայաստանի Փադելի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Լուսինե Գասպարյանի հետ։ Դուք իդեպ Փադելում, եթե մեծ թենիսում կան, ենթադրենք հավաքականներին վերաբերող մրցաշարեր, հավաքականների մասնակցությամբ Դեվիսի գավաթ եւ այլն, կան նաեւ ամենախոշոր մրցաշարերը արդեն անհատական մարզիկների համար, դե Wimbledon, Roland Garros, էլ չասեմ բաց առաջնությունները Միացյալ Նահանգների եւ Ավստրալիայի, այլ երկրներում բաց առաջնությունները, որոնք այդ քարյակի մեջ կարծես թե չեն մտնում, այստեղ Փադելում նախ անհատական այսպես խոշորագույն մրցաշարը որն է եւ եթե հավաքականներին վերաբերող мрցաշարեր կան միջազգային որն է ինչ анваնում ունի Ну да, смотри, у нас здесь профессиональные турниры, как FIP, и у них есть разные эти категории, как и в теннисе, да, то есть в теннисе идет обычно, просто я сам играл в теннис, и многим легче понять с тенниса, есть фьючерсы, Challenger, и потом идут 250, 500, тысячник, и потом гранд-слэмы. В паделе идут FIP турниры, бронз, потом идет silver, потом идет gold, потом идет platinum, и идут потом премьер падел. То есть премьер падел это самые такие крупные турниры, да, крупнее, чем премьер падел, похожие на Grand Slam, это чемпионаты Европы, чемпионат Азии, чемпионат мира.
Ինչպես թենիսում կան, համեմատը աստիճանական դասավորությամբ մրցաշարերը, ֆյուչերսներ, չելենջներ, հետո արդեն գալիս են մեծ աղավարտի մրցաշարերը, նույնը կա փադելում, որոնք են բրոնզ, սիլվեր, գոլդ ու platinum. արդեն պրեմիեր падել, ամենաբարձրակարգ մրցաշարը։ Դա անհատական մրցաշարերի մասին։ Անհատական մրցաշար։ Командные идут, вот сейчас идет чемпионат Азии, да, вот на этой неделе в Дубае играют чемпионат Азии и чемпионат Европы, то есть страны, которые в Азии играют чемпионат Азии, страны, которые ближе в Европе, чемпионат Европы, и в следующем году играется чемпионат мира. И те, кто квалифицируется с Азии и с Европы, топ-4 попадают на чемпионат мира, да, где играют самые лучшие игроки со всех стран. Անցկացվում են Ազիայի չեմպիոնատներ, Եվրոպայի չեմպիոնատներ, հաղթողներից լավագույնները արդեն հայտնվում են, այսպես ասած, աշխարհի առաջնություններում, որոնք համարվում են լավագույն մրցաշարերը падելի։ Եվ մայրցամաքների աշխարհամասերի առաջնություններում ես փոքրինչ խճճվեցի այստեղ։ Ի սկզբանե դուք ասեցիք եւ ես դա կարծես մոռացության մատնեցի, ասացիք, որ падելը հիմնականում падելում զույգերով են խաղում։ Հիմա ես կարծես տարա անհատական դաշտ, այսինքն ձեզ հարցեր եմ ուղում, թե անհատական որ ինչպիսի մրցաշարեր կան։ Ուզում հասկանամ այդ անհատական է, այսինքն անհատն է խաղում մրցաշարում, թե որևէ զույգի հետ, այսինքն իր հետ եւս մի իր այսպես գործընկեր ունի։ Индивидуально, то есть это играет индивидуально отдельный игрок или играет все-таки с напарником, то есть это командная игра или индивидуальная разница, можешь? Да. Падл более командная игра по сравнению с теннисом. То есть, да, можно тренироваться индивидуально, но потому что спорт командный, играют два игрока, то есть тенденция, что делает партнер, важнее, чем что делаю я как игрок. Да? То есть, как правило, мы тренируемся минимум группой с 2 игроков, желательно, конечно, 4, потому что на падловском корте мы играем 2 против 2, поэтому тренировки обычно от 2 до 4 игроков идут, да. Ինքը իրականում մարզվում են զույգերով, այսինքն մենակ հնարավոր չի մարզվել, պարապում են անպայման զույգով եւ 4 հոգով կորտում, այսինքն համարվում է ինքը թիմային խաղ։ Այդ նաշոտ ես երևի մասով պատասխանեմ, առանձին իմ որպես արդեն խաղացող Արամը կպատասխանի, առանձին պրոֆեսիոնալ մարզիկը ունի իր առանձին վարկանիշը, իսկ թիմային խաղերի դեպքում արդեն Հայաստանի թենիսի տարբերակով լինում է թիմային խաղերի դեպքում գալիս են միավորները երկրին Հայաստանին, իսկ առանձին եթե ուղակի մասնակցում են չեմպիոնատների, գալիս է վարկանիշը արդեն առանձին խաղացողին։ Որքան ես հասկացա, յուրաքանչյուր մարզիկ կարող է ունենալ տարբեր զուգընկերներ, այսինքն խաղային, բայց վարկանիշը ըստ իր մասնակցության, այսինքն տարբեր զուգընկերների հետ, որքան է տարբեր մրցաշարերում ինչ արդյունքների հասել, ըստ դրա կազմվում է այդ վարկանիշը։ Վարկանիշը առանձին մարզիկ ունի իր առանձին վարկանիշը, իսկ թիմային խաղերի դեպքում արդեն վարկանիշը գալիս է որպես երկրին Հայաստանի, ընդհանուր զույգին է գալիս վարկանիշը։ Я правильно объясню? Да, да. То есть, правда, как для тех, кто начинают играть в падл или переходят в падл с других спортов, с футбола, с тенниса, желательнее начинать сразу играть, да, потому что игра очень простая, и вначале легко подхватить импрувменты в падле, да, то есть очень легко начать играть и добавлять в падле, да, а потом, скажем, чем больше играешь в падл, тем сложнее стать лучше, да, и в этот момент начинается важнее тренироваться с тренером, с командой. В теннисе немножко наоборот. В теннисе мы обычно тренируемся, чтобы построить базу, и потом играем, да. В паделе немножко наоборот, можно сразу начать играть, неважно какой уровень, да. Երբ գալիս են падել այլ մարզաձևերից, թենիսից, ֆուտբոլից կամ ուղղակի падել, կարևոր է սկսել անմիջապես խաղալ։ Իսկ ժամանակի ընթացքում նոր արդեն անցնել անհատական մարզումների եւ որակի բարձրացման ի տարբերություն թենիսի, որտեղ սկզբից սկսում են այլ ձևով, այսինքն հիմքն են դնում, փորձում են մոտեցում այլ ձևով, հետո նոր սկսում են խաղալ։ Իսկ падելը սկզբում խաղում են, հետո անցնում են արդեն պրոֆեսիոնալ մակարդակի։
Եթե մրցավարներ այստեղ պարզ է կան, ովքեր են մրցավարները որպես կանոն լինում, այսինքն նրանք, որոնք որ ավարտել են ենթադրենք պրոֆեսիոնալ կարիերան, եթե ունեցել են, ավարտել են, թե հատուկ մրցավարական դպրոց է։ Հատուկ մրցավարական դպրոց կան հատուկ կուրսեր, որոնք անցնում են, ստանում են համապատասխան մասնագիտական, իրենց հմտությունները, հանձնում են քննությունները, ստանում սերտիֆիկատ եւ արդեն հանդես են գալիս որպես մրցավարներ։ Հայաստանում մրցավարներ կան։ Հայաստանում մրցումների ժամանակ կան անպայման մրցավարներ ու հայ մրցավարների մասին է խոսքը։ Այո, եւ հիմա ունենք մենք մրցավար, որը անցնում է էլի միջազգային FIPI անցկացրած, միջազգային Փադելի ֆեդերացիայի անցկացրած նախատեսվում է անցկացնել նոյեմբերին, մենք ունենք միջազգային սերտիֆիկատ մրցավար, ով պատրաստվում է հանձնել այդ քննությունները եւ ստանալ միջազգային սերտիֆիկատ։ Այսինքն մենք ունենանք մրցավար, ով կկարողանա հաջորդ տարի մեր նախատեսված մրցումների ժամանակ դատել միջազգային մրցաշարերը, կունենանք բարձր որակավորմամբ մրցավար։ Արամին դարձալ անհատական հարց, մեծ թենիսից այսպես անցումը Փադելի հեշտ տրվեց թե ոչ, դուք կարծես թե խոսքի մեջ ասացիք, որ եթե Փադելով ես զբաղվում, ապա ամենչապես պետք է անցնես այդպես հատուկ պատրաստություն պետք չի սկզբնամասում։ Да. То есть я потому что играл сам в теннис и перешел с тенниса в падел. Теннис, в теннисе нам важно создать базу, и нужен большой уровень навыков, скиллов, чтобы уметь контролировать мяч. Ֆիզիկական պատրաստությունն էլ է Да, շատ կարևոր։ физически, технически в паделе, потому что 2 на 2 играются, и корт меньше, и мяч с корта не уходит из-за стекол. Да, можно использовать стекла, чтобы замедлить игру. Игра, как правило, медленнее, и розыгрыш немножко будет длиннее, даже если техника не самая идеальная. Да, поэтому в падел можно начинать играть сразу и пытаться потихоньку исправлять технику и тренироваться, да, то есть не нужно ждать и тренироваться месяцами, годами, прежде чем играть с напарником. Можно сразу позвонить знакомым и давай поиграем в падел. Ինչպես արդեն նշեցինք, թենիսով զբաղվելու համար պետք է սկզբից ձեռք բերել հմտություններ, ինչպես ճիշտ կատարել հարվածը, ինչպես ճիշտ մոտենալ գնդակին։ Ի տարբերություն թենիսի, падելը, քանի որ գնդակը կորտից չի փախնում, կողքի պատերի շնորհիվ ապակուց պատերի ավելի հեշտ է խաղալը, տարածությունը փոքր է եւ կարելի է խաղալ ուղակի զանգել ծանոթներին եւ հրավիրել խաղալ ուղակի պետք է խաղալ եւ այնտեղ ավելի քիչ հմտություններ են պահանջում զուտ խաղալու համար ու ինձ թվում է օգնում է նաեւ քանի որ երկուսով են կորտում մեկը մյուսին օգնում են Արամի այսպես անցումը մեծ թենիսից Փադել հասկանալի է արդեն։ Լուսինե, վերջին հարցերից մեկն է, դուք որոշ չափի ներկայացրեցիք, թե զարգացման ինչ ուղղություն եք վեցրել, ինչ քայլեր եք արդեն իրականացրել եւ ինչպիսի քայլեր եք նախանշել 2025-ին եւ 2026-ին, առավելապես դուք հատուկ դա նշեցիք։ Հիմա մանկապատենական մակարդակում մեծահասակների մակարդակում ինչպիսի այսպիսի մրցաշարեր դուք սպասում եք ինչպես երկու անգամ նշեցիք այդ այսպես ասած կորտերի կառուցմանը թե արդեն կան որոշակի այսպես տարածքներ որտեղ հնարավոր է падել խաղալ Հայաստանում կան падել կորտեր կան ակումբներ որտեղ կան նաև թենիսի ակումբ որտեղ կան падել կորտեր Մարզումներ իրականացվում են կան եւ սիրողական խաղացողներ եւ ներակումբային մրցաշարեր են կազմակերպում Հայաստանում, բայց մեր ծրագրերը ավելի շատ կապված են նոր ակումբի ստեղծման հետ, որը համագործակցում է ֆեդերացիայի հետ, ինքը արդեն ծրագրերը կինականացվեն նոր ակումբում։ Դա կարևորագույն կետ է, որ դուս գաք միջազգային ասպարեզ, այսինքն հնարավորություն ունենաք Հայաստանում միջազգային մրցաշարեր։ Նախատեսում ենք նաեւ մարզերում էլ ունենալ падել կորտեր, ծրագրեր ունենք այցելել մարզեր եւ ենթակառուցվածքներ ունենալ Հայաստանի բոլոր մարզերում, ոչ միայն կենտրոնացած լինի падել մարզաձևը Երևանում։ Այս պահին մենակ Երևանում են կորտերը, բայց նախատեսում ենք շատ մոտ ապագայում մարզերում նույնպես ունենալ падել կորտեր։ Մեկ ենթահարց, այսպես մեծ թենիսի կորտը գիտենք, որ բավական թանկարժեք հաճույք է, իհարկե կապված է թե ինչպեսի ծածկույթ է, եթե խոտածածկույթ է, գրունտ է, թե հարդ կորտ է։ Թանկարժեք հաճույք է, աշխարհում դա գիտենք այդպիսի, ինչպիսի թվեր են։ Իսկ падելի կորտի կառուցումը ինքը թանկարժեք է թե ոչ։ Դուք պարզապես
այո կամ ոչով կարող եք պատասխանել։ Բավականին թանկարժեք է, չնայած Հաշվի առնելով ծավալներով, ապակյա այսպես պատերը ապակյա դա։ ծածկույթի հաշվին, այո, ծավալներով զբաղեցնում է թենիսի կորտի 1/4-ը падելը զուտ տարածքային առումով, բայց կողքի ապակիների հաշվին գումարային առումով չի զիջում, կարելի է այդպես ասել, լավ կորտի մասին է խոսքը, Այսինքն ներդրումներ են այստեղ բավական խոշոր իհարկե, ներդրումներ են պետք այս մարզաձևը զարգացնելու։ զարգացնելու համար, այո, մարզադաշտերը կառուցելու համար։ Մենք արդեն մոտեցանք ավարտին, վերջին հարցը Արամին։ Արամ, դուք մոտակա ժամանակ ինչպիսի մրցաշարերում եք նախ պատրաստվում մասնակցել անհատապես։ Հասկանալի է, Մալայզիայում զբաղվում եք, այսինքն հավաքականով այնտեղ զբաղվում եք, գիտեք Մալայզիայում բադմինտոնն էլ է բավական զարգացած ասիականات երկրներում, այսինքն այն ինչ որ այսպես ասած ռակետով է, այնտեղ բավական զարգացած է։ Դուք անհատապես ինչ մրցաշարերի կարող եք մասնակցել կամ արդեն նախանշել եք այդ մասնակցությունը 2025 թվականին։ Ну, я на данный момент могу участвовать в турнирах, которые, например, Silver и Gold уровня. Сам могу участвовать тоже в крупных командных турнирах, но сейчас не хватает армянских партнеров, напарников, чтобы вместе с ними участвовать, да. Для этого, как Мишина сказала, нам нужно построить больше кортов, чтобы падл стал более доступным для местных граждан, для обычных граждан, потому что сейчас мало кортов и цены довольно высокие, поэтому игроков мало, да, а те, кто играют на уровне, ну, скажем, кто может позволить более дорогой спорт. Но в Испании, например, падал очень доступный, то есть 10 евро, 15 евро стоит занятие с тренером, корты 5 евро стоит, чтобы арендовать, ну, потому что кортов много, да. Ես շատ կուզեի մասնակցել այլ բարձր որակավորման մրցաշարերի, Silver, Gold կարգի FIP մրցաշարերի, բայց ցավոք սրտի Հայաստանը ներկայացնող զուգընկեր չունեմ այս պահին, ում հետ կկարողանամ ներկայացնել Հայաստանը, ինչը կապված է Հայաստանում գործող ակումբների գնային քաղաքականության հետ, որոնք այնքան էլ մատչելի չեն բոլոր ցանկացողներին, ի տարբերություն Հայաստանի, օրինակ Իսպանիայում բավական տարածված է եւ բավական մատչելի է, որտեղ կարելի է 15-20 եվրոյով վարձակալել падել կորտը եւ խաղալ։ Նույնիսկ մարզիչ ունենալ այս պարագայում է։ Եվ մարզիչ։ Да, но в этом направлении мы будем работать, да, то есть Այդ իսկ պատճառով փորձում ենք համագործակցել նոր կառուցվող ակումբի հետ, որի շնորհիվ կունենանք ավելի մատչելի կորտեր ու կկարողանանք զարգացնել падելը։ Մերսի։ Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ։ Ես մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին Հայաստանի Փադելի Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Լուսինե Գասպարյանը եւ Հայաստանի Փադելի Ֆեդերացիայի զարգացման գծով համակարգող պրոֆեսիոնալ մարզիկ եւ մարզիչ Արամ Քոչարյանը։ Ես եւս մեկ անգամ դա հիշեցնում եմ մեր ունկնդիրներին, որ տեսագրությունը այս զրույցի դուք կարող եք դիտել Հայաստանի հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, այն կտեղադրվի նաև պաշտոնական YouTube-յան ալիքում եւ armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast